Պետրոպոլկում էր, գիտեք, այնտեղ ինչ-որ հատուկ մարդիկ էին հավաքել, որպեսզի իր հետ հանդիպումը կայանա, բայց ընդհանրապես շատ կարճ մեկ րոպեի։ В Санкт-Петербурге, куда, как известно, премьер-министр Армении Никол Пашинян приехал с визитом на заседание Евразийского экономического союза. В связи с этим представители армянской диаспоры, а также прихожане армянской апостольской церкви Санкт-Петербурга, как мы видим, собрались и устроили митинг. Пришедшие выражают недовольство и обеспокоенность той политикой, которую ведет премьер-министр Армении и власти Армении на сегодняшний день. В частности, можете видеть это на плакатах, где написано, что протестующие просят освободить политзаключенных в Армении Самвела Карапетяна, архиепископа и епископа и всех задержанных на сегодня. Խնդրեմ ակցիաեր պատասխան Փաշինյանի Հայաստանի ներսում իրականացնող բռնաճնշումների եւ այնտեղ հասցրեց խորին շնորհակալություն հայտնել Ալիևին, շնորհակալություն Պուտինին օժանդակելու խաղաղությանը եւ պարոն Մոզոյան այսպես ամուսնության մեջ հասել է դա, որպեսզի ձեզ չընդհատել։ Գալիս է Հայաստան, հակառուսական, հակաեատոմական քարոզ է իրականացնում, այնտեղ այդ հակառուսական ճակերտավորներին, այնտեղ Խզմալյան կլինի, Բաբաջանյան կլինի, ով կլինի, դրանցից ոգևորում է, հանում է այդ բանների քարոզի փողի վրա, գնում այնտեղ շնորհակալություն հայտնում։ Տեսեք, այստեղ ամեն ինչ պետք է հասկանալ հետևյալ տրամաբանությամբ։ Այս մարդուն չի հետաքրում ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը, ոչ ոչ Հայաստանը։ Իրան հետաքրում է իր իշխանությունը։ Եթե ինքը իշխանությունը կորցրեց, ինքը կանգնելու է լուրջ վտանգների առաջ։ Ինքը տենց է մտածում։ Ինքը ասում է ես ամեն ինչ պետք է անեմ իշխանությունը չկորցնեմ։ Դա համար պետք է ես ինչ անեմ, ըստ էության ուրիշ բան չունեմ։ Ես պետք է բնակալեզությամբ զբաղվեմ բոլորի նկատմամբ։ Բնակալեզությամբ զբաղվեմ Ադրբեջանի նկատմամբ, Թուրքիայի նկատմամբ, Արևմուտքի նկատմամբ, Տրամպի նկատմամբ, Ռուսաստանի նկատմամբ, բոլորին ովքեր որ պոտենցիալ կարող են ազդել իմ իշխանության վրա։ Սա իրականությունն է, այս մարդը այլևս կորցրել է քաղաքականությունը։ Հայաստանում այլևս չկա արտաքին գործերի նախարարություն, կա Նիկոլ Փաշինյանի ընտանիքի արտաքին գործերի նախարարություն։ Հայաստանում չկա պաշտպանության նախարարություն, կա Նիկոլ Փաշինյանի ընտանիքի պաշտպանության նախարարություն։ Հայաստանում բոլոր կառույցները արդեն պետական բնույթ չունեն, իրանք Նիկոլ Փաշինյանի պաշտպանության բնույթ ունեն։ Այս մարդը հայտնվել է պատանդի կարգավիճակում, ինքը վախեցած է բոլորից։ Սա է խնդիրը։ Ինքը վախեցած է, որ Արևմուտքից ինքը գնում Արևմուտքում ասում է ես պայքարեմ Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանում գնում ասում է ես հավատարիմ կմնամ ԵԱՏՄ-ին։ Ադրբեջանին ասում է ես միակն եմ, որ կարամ ձեզ ապահովեմ ձեր բոլոր պայմանները, որ Ադրբեջանը կարողանա լուծի Հայաստանում։ Թուրքիային ասում է ես պատրաստ եմ ամեն ինչ անեմ, որ Հայաստանը ստեցեմ ձեր արի տակ դնեմ։ Ինքը ոչ մի այլ արդեն իր համար խոսել, որ ինքը լուրջ քաղաքական գոյություն չունի։ Այդ մարդը արդեն գոյություն չունի, այդ մարդը պարտված մարդ է, այդ մարդը վախեցած մարդ է, ինքը վախեցած է սեփական ժողովրդից։ Ավելին կարամ ասեմ, որ եթե ինքը իմանար, որ Ալիևը չի գնալու այդ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի եւ ԱՊՀ երկրների այդ հագագատնաժողովին, ինքն էլ չէր գնա, որովհետեւ ինքը դարել է արդեն Ալիևի սպասարկող անձնակազմի ներկայացուցիչը։ Պարզապես ասեմ ձեզ, որ տեսեք, անցյալ տարի Ալիևը չգնաց Մոսկվա, որտեղ ամեն տարի դեկտեմբերի 21-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի տնտեսական նիստ է լինում, ես 22-ին ավանդաբար Պուտինը հավաքում է ԱՊՀ երկրների ղեկավարներին եւ ոչ ֆորմալ գագաթնաժողով է կազմակերպում։ Դա ամեն տարի լինում է։ Անցյալ տարի Ալիևը չգնաց, որովհետեւ գիտեք որ խոցվեց ադրբեջանական սամոլյոտը, կործանվեց ադրբեջանական սամոլյոտը ռուսական օդում, այնտեղ առաջացավ ճգնաժամ, ռուս-ադրբեջանական ճգնաժամ առաջացավ եւ Ալիևը վիրավորված դեմարշ արեց չգնաց։ Տեսնելով Ալիևը չի գնում, բնականաբար Փաշինյանը պետք է չգնար։ Ինքը հայտարարեց, որ ինքը հիվանդ է եւ տեսակապով ինքը կապնվեց գագաթնաժողովին, որը ծաղրի առարկա էր դարձել բոլորի համար։ Այս անգամ, տեսեք, անսպասելի էր, որ Ալիևը չգնաց Մոսկվա։ Շատերը համոզված են, որտեղ տեսեք բանում կենտրոնական Ասիայում երբ որ հանդիպում եղավ ԱՊՀ երկրների, Ալիևը գնացել էր։ Նույնիսկ մտածում էր, որ Փաշինյանը կարողա չգա։ Հիշում եք, որ Լուկաշենկոն ծաղրեց, ասաց, որ ես համոզված եմ, որ Փաշինյանը անպայման կգա մեր հետ, որտեղ ինքը մեզ շատ է սիրում։ Հիշում եք այդ պատմությունը։ Այսինքն փաստացի այս անգամ էլ դեկտեմբերի 20-ին, այսինքն 1 օր առաջ Պուտինի մամլոխոսնակ Պեսկովը հայտարարեց, որ մենք սպասում ենք Ալիևին, որ ինքը պետք է գա Մոսկվա, նույնիսկ հայտարարեց, որ սպասում են առանձնազրույցներ, առանձին Պուտինը Ալիևի հետ եւ Պուտինը Փաշինյանի հետ։ Բայց շատ եւ այդ ժամանակ անսպասելիորեն 1 օր անց պարզվեց, որ Ալիևը դեմարշ անում չի գնում։
Ռուսաստան եւ Փաշինյանը ինքնաթիռում է իմանում դրա մասին եւ արդեն չէր կարող հասնել հայտարարել, որ ինքը հիվանդ է եւ ինքը post factum հայտնվել է Մոսկվայում, հավանաբար շատ վատ է զգացել, որ ինքը գնացել է այնտեղ, բայց Ալիևը չի գնացել, դրա համար որպեսզի դա կոմպենսացնի, Մոսկվայում սկսեց գովաբանել Ալիևին։ Դուք պատկերացնում եք, մենք ուր ենք հասել։ Մենք չունենք այլևս Հայաստանի ղեկավար։ Մենք ունենք Ադրբեջանի ղեկավարի նախագահի Ալիևի վարչակազմի ներկայացուցիչ Հայաստանի պաշտոնում։ Սա խայտարակություն է, դա մեծագույն մեր ժողովրդի ամենամեծ խայտարակությունը սա է։ Սա մեծագույն խայտարակություն է։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Բայց սրա մեղավորը մենակ Նիկոլ Փաշինյանը չի։ Սրա մեղավորը մեր քաղաքական դաշտն է, մեր հանրային գործիչներն են, որոնք մինչև հիմա 7 տարվա մեջ իրար բզգտելով, իրար հետ կռվելով չեն կարողացել միասնական օրակարգ սարքել, որտեղ իրանք ավելի շատ իրար են բզգտում, իրար են բանանում, քան թե սիրում են սեփական երկիրը։ Սա ցավոք սրտի սա դառը իրականությունն է։ Դրա մասին էլ պետք է մենք խոսենք։ Հայաստանում իշխանափոխությունից հետո երկրորդ խնդիրը որ պետք է քննարկվի, այս համակարգը պետք է քննարկվի, որը անթույլատրելի է sense համակարգ ունենալը, այսպիսի քաղաքական համակարգ ունենալը դա խայտարակություն է մեր ժողովրդի համար։ Սա մեծագույն խայտարակություն է, որտեղ 7 տարի թույլ տալ, որ այս մարդը մնա իշխանության, տեսեք, Վրաստանում Գամսախուրդյան, որ եկավ իշխանության, եւ ինքը միանգամից մարդիկ տեսան, թե ինքը ինչ կործանար հետևանքներ ունեցավ, ընդհանրապես տևեց 6 ամիս։ Էլչիբեյը, որ ադրբեջանական Փաշինյանն էր, որ եկավ իշխանության եւ պարտվեց պատերազմում, իր իշխանությունը տևեց ընդամենը 9 կամ 10 ամիս։ Այս մարդը 7 տարի պարտվելով, պարտություն բերելով, հսկայական կորուստները բերելով 7 տարի է մնացել է իշխանության մեջ եւ դրանից հետո առանց ամոթի քաղաքական գործիչները խոսում են, ինչ որ տեսակետներ են հայտնում, խոսույթ են խոսում, հարցազրույցներ են տալիս։ Ես ինքս որպես ես քաղաքագետ եւ կուսակցություններից եմ ամոթ զգում դրա համար։ Բայց ես հասկանում եմ, որ մենակ ինձանից եւ մենակ մեր ուժից կախված չէ այս խայտարակ իրավիճակը, բայց դա առանձին թեմա է, ես նույնիսկ եմ կրկնում, սա անպայման մենք սրան անդրադառնալու ենք Հայաստանը փրկելուց հետո, երբ որ մենք իշխանափոխություն իրականացնենք, որտեղ նույնիսկ եմ ասում, սա մեր ամենաամոթալի էջերից մեկն է, բայց սրա գլխավոր մեղավորը մեր ժողովուրդը չի, որտեղ մեր ժողովուրդը падգամ է տվել։ Մենք ուզում ենք փոփոխություն, բայց այս մեր ժողովուրդը չի տեսնում այդ այլընտրանքը, որտեղ այդ այլընտրանքը պիտի տա քաղաքական դաշտը եւ մինչեւ հիմա չի կարողացել այդ այլընտրանքը տալ։ Սա ինչի չի տվել։ Դա առանձին վերլուծության թեմա է, որը ես չեմ ուզում անդրադառնամ, որտեղ չեմ ուզում դեռ քանի դեռ այս իշխանությունը կա, ներկայացնեմ փակագծեր բացեմ, բայց կգա ժամանակը մենք անպայման բացելու ենք այդ փակագծերը։ Դա միանշանակ եմ ասում։ Բայց հիմա ինչ վրա մենք վերադառնանք այս խնդրին։ Սա այս իրավիճակը նույնիսկ եմ կրկնում, սա մեծագույն խայտարակություն է մեր ժողովրդի համար։ Եվ ըստ էության կարելի ասել, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք նախ կանխենք այս իշխանության գրոհը հայ առաքելական եկեղեցու վրա, եւ վերջապես մենք կարողանանք համախմբվենք, կազմակերպենք եւ գալիք ընտրություններում ամեն ինչ անենք, որ փակենք այս խայտարակ մեր էջը, բացենք Հայաստանի համար նոր որակի զարգացման էջ։ Առանց դրա մենք ոչ մի ապագա չունենք։ Կոնի վրա դրածա կամ խնդիրը, կամ Նիկոլ Փաշինյանը, կամ Հայաստանը, կամ 3 միլիոն մարդը, կամ Նիկոլ Փաշինյանը։ Երրորդ տարբերակ չկա այլևս։ Կոմպրոմիսը կարող է լինի միայն այն, որ մենք կարողանանք այդ մարդուն հանտանք հումանիտար միջանցք, որ ինքը վռնդվի Հայաստանից, որպեսզի այդ կոմպրոմիսը լինի, այսպես ասած, առանց մեծ ցնցումների։ Սա է, ուրիշ խնդիր չկա, ուրիշ տարբերակ Հայաստանը չունի։ Սա է հարցը։